Բարի գալուստ իմ կարնիվոր օրագիր, բարի գալուստ իմ ալիք։ Սիրելիներս, այսօր ուզում եմ խոսել կոնկրետ իմ մասին, իմ մտորումների մասին, թե ինչպես անցկացնեմ, ինչպես տարին փակեմ, ինչպես անեմ, որ խախտումներ չլինեն տոնական օրերին ու ինչպես անեմ, որ էլի նորից, ինչպես ասում են, քաշի մինուսով դուրս գամ։ Անցյալ անգամվա այդպես փոքր խախտումներից ելնելով իհարկե քիչ էին իհարել, բայց հավատացեք, այս քանի օրը, երբ որ խախտումները արդեն անցան, ես իմ խիստ ուղիով եմ գնում, այդպես չի, որ շատ խիստ է, ավելի լավ եմ ինձ զգում, հետո չգիտեմ ինչի սկսել է ավելի ախորժակի կորուստ է նկատվում մոտս, ընդհանրապես ամսվա կտրվածքով, երբ որ նայում եմ, ամսվա կտրվածքով, երբ որ նայում եմ, միգուցե ուրիշների մոտ էլ է այդպես լինում, բայց իմ մոտ լինում է այդպես, օրեր է լինում ընդհանրապես քաղց ասվածը չեմ զգում, ու ինքը այնտեղ շատ քիչ եմ ես սնվում, ու նույնիսկ մտածում եմ, դե այդքան էլ չարժե շատ քիչ ծնվել, որովհետև ընդհանրապես օրգանիզմը միևնույն ժամանակ հիմար չէ, ինքը հասկանում է, որ դու ինչ որ սնունդից կտրում ես ու դա այդպես ինքը լավ չի վերաբերվում հետո քեզ, քաշն է պահում ավելի իրեն, ավելի վատ ես զգում, ավելի քիչ էներգիայով, ավելի մի խոսքով, հետո այս վիրուսների պարագայում կան գլխացավեր, միգուցե մրսածություն կա մի թեթև, մի քանի օր է ցավազրկող դեղերը խմում եմ, որովհետև ահավոր գլխացավ է, բայց և նաև հասկանում եմ, որ այս բոլորը վիրուսների հետ կապված է։ Այդքան վիրուսների մեջ ես այն մարդն եմ եղել, որ ցանկացած մի տեղից մեկը ասեր ես գրիպ եմ, կամ ես հազում եմ, կամ ես հիվանդ եմ, ես փռշտում եմ, հավատացեք, ես նույն ժամանակահատվածում ես ինքս այնքան ցածր էր իմունիտետս, ես ինքս այս տարբեր տեսակի վիրուսներով և վարակներով նույն րոպեին բան էի ելնում, ես ինքս էի գրիպ ընկնում, ես ինքս եմ երկար, շատ երկար ու մանավանդ հազը, երբ որ հազը առաջանում մոտս, վсё ինքը գնաց, կարա ամիսներով ես այդ հազը ունենամ։ Ինչ եկել եմ Ռուսաստանից, չեմ հիվանդացել, այնտեղ շատ եմ հիվանդանում, գործի բերումով, նախ շատ ժողովրդի մեջ ես, մեծ գործարան է, տրանսպորտի ահավոր շատ քիփ լինելու պատճառով ծանրաբեռված էլի նորից շունչը շնչի վրա ես գնում գալիս գործի, ու այնքան մինուսներ կա, որ իմ նման թույլ իմունիտետ ունեցող մարդը, ինքը ես այնտեղ հիվանդանում էի, լավանում էի, հիվանդանում էի, այդպես հերթականությամբ հերթ չտալով, որ գոնե մինչև վերջ կազդուրվեմ։ Ինչևէ այդքան թույլ իմունիտետ ունենալուց հետո հիմա ուզում եմ այդ դիետայի մասին խոսել, եթե այդպես ասեմ, կարող է ինչ-որ մեկ ասի դու այնքան ես գովում քո դիետան, որ ամեն ինչը կապում ես իր հետ։ Հա, ժողովուրդ ջան, կապում եմ, որովհետև ես հասկանում եմ հիմա ավելի շատ ուժեղ իմունիտետ ունեմ, այն որ ասում էին ընդհանրապես մեղրը, պոպոկը, ծիրանի ջեմերը, չգիտեմ եսի ինչերը, վիտամինները, կերեք, իմունիտետդ կլինի, այս կլինի, այն կլինի, ես բացարձակապես ոչ մի բան էլ չեմ ուտում, ես հասկանում եմ, որ իմունիտետը ինչ որ չափ բարձր է։
Հիմա եթե հանկարծ այս ընթացքում Աստված մի արասցե հիվանդանամ, կասեք գլուխ էիր գովում, նորից դու հիվանդացար։ Բայց ինչևէ, ես հասկանում եմ, ինչքան էլ հիվանդանամ, այդ կարգի ես չեմ կարող հիվանդանալ, որովհետև հիմա կարնիվորից հետո զգում եմ, որ իմունիտետս բարձրացել է, էներգիան բարձրացել է։ Այս 7 ամսվա ընթացքում ես հասկացել եմ, որ սկիզբը այո էլ եմ ասում, դժվար էր, թուլություն էլ կար, ամեն ինչ էլ կար, արյան շատ ցածր ճնշում էլ կար, հիմա նորմալ է կարելի ասել, այդպես, հիմա ամեն ինչ նորմալ է, ու դրա հետ մեկտեղ նկատել եմ նաև իմունիտետի բարձրացում, ու ես այդտեղ հասկացա, որ այո, այն որ ասում են շաքարը, չգիտեմ մեղրով թեյը, չգիտեմ մեղրը, կարակ այո, այդ ամեն ինչը օգտակար է մրսածության, հազի եւ այլը համար, ես կարող ասեի, որ չէ, ոչ մի բան էլ այդպես օգտակար չէ, ավելի լավ է ոչ այդպես ծանր վիրուսներ ձեռք բերել, ոչ էլ դրանք օգտակարությունը ունենաս։ Մրսելուց հիմա էլ թեյ ես խմում, բայց թեյ չեմ խմում, ուղղակի մեխակներ եմ գցում ջրի մեջ, եռացրած, այդպես խմում եմ։ Էլի կարնիվորի համար դա պետք չէ, ինչպես նաև սուրճը, բայց այս ցուրտ եղանակին, երբ որ արդեն մրսում ես, տաք թեյը ես թեյ սիրահար չեմ, բայց տաք թեյը դուր է գալիս, կոկորտը, չես կարող անդադ սառը ջուրը խմել, որովհետև կարնիվորցիները բացի ջրից, հանքային ջրից, ուրիշ ոչ մի բան չեն խմում, ու այդ անհամ ջուրը, եթե ես տաքացնեմ ուղղակի գոլ ջուր խմեմ, դա այդքան էլ ամենակիչը տհաճ է ինձ համար, դրա համար ես մի քանի հատ մեխակ եմ գցում, ուղղակի մեխակի բույրը սիրում եմ ու այդ մեխակի բույրով այդ կարելի ասել եռացրած ջուրը խմում, էլի եմ ասում կարնիվորցիների համար դա էլ պետք չէ, իմ միակ երևի համեմունքն է հիմա, այդ մեխակով թեյը, գոնե ձմռան ու խոր աշնան շրջանում, իմունիտետը բարելավվել է, էլ եմ ասում, կարող է մի օր պատահի ես նորից այս վիրուսային շրջանում հիվանդանամ ու դուք ասեք գլուխ ես գովում ու տես դու էլ վարակվեցիր, ինչևէ համենայն դեպս ինքը համեմատաբար ավելի շատ է իմունիտետս, այդպես ասենք, կայունացել, լավացել, այս 7 ամսվա մեջ այնքան լավ բաներ ա տվել կարնիվորը, թեթևություն, ամենակարևորը, ես հասկանում եմ, որ դա նույնիսկ կարնիվորից էլ կարող է, երբ որ ինքդ քաշդ ամեն օր զգում ես, որ չկա, ամեն օր թեթև ես զգում, իսկ ես հավատացեք զգում եմ, այ հիմա ես զգում եմ նույնիսկ քաշիս կանգը ու նաև զգում եմ առանց կշեռքի, ես չեմ էլ ուզում, որ ամեն րոպե թռնեմ կշեռքին, կշռվեմ, որովհետև դա ստրես է, որովհետև մարդը կարող է մեկ օր մի քիչ ջրային մասը շատ լինի, ուռված լինի, նա մանավանդ կանանց մոտ դա հաճախակի է, դա չեմ ուզում անդադ թռնել կշեռքին ու նայել տեսնել ինչքան է, ներվայնանալ, վայ 200 գրամ ավելացավ, վայ 300 գրամ իջավ, չէ, ես ամիսը մեկ եմ կշռվում, բայց ես ինքս հիմա զգում եմ, որ այն խախտումներից հետո էլի նորից զգում եմ, որ կա քաշի կորուստ, զգում եմ, տեսնում եմ, միգուցե, տեսեք ես այդպես եմ նիհարում, օրինակ կարող եմ մեկ օր տեսնեմ այտերից շատ գնացել ու դա այդպես մնա, հետո տեսնեմ ոտքերիս մասից չկա, իհարկե իմ ամենամեծ պրոբլեմատիկ մասը ոտքերն են,
գոտկատեղից ներքև էին պրոբլեմատիկ մասը։ Տեսնեմ, որ ոտքերից չկա, տեսնեմ կոնքերից չկա, մի խոսքով կարող է մեջքի հատվածը նույնը մնա, բայց կոնքերից չլինի։ Էնպես որ իմ կազմվածքը ինքը տանձի կազմվածք ունի, այդպես ասած, ես այդպես խնձոր չեմ, վերևից չի, որ բարակ ոտքեր չունեմ, իհարկե ինձ ճանաչողները գիտեն իմ կազմվածքը։ Դրա համար ինքը ամեն անգամ նիհարելուց ես ուզում եմ, որ այսօր էստեղից է մի քիչ պակասել, մյուս օրը դրա մի քիչ ուրիշ։ Հնարավոր է, որ մի 2 շաբաթ ինքը ոնց կան, հենց մնում է։ Նույնիսկ ես եթե շերքին էլ չեմ կանգնում, հասկանում եմ, որ չէ, ինքը ոնց որ կանգ է առել քաշը։ Բայց դրանից հետո այդ իջնելու process-ը ինքը շատ արագ է տեղի ունենում։ Շատ արագ կարող է երեկոյան պարկեմ ու առավոտյան փոփոխությունը նկատեմ։ Կամ կեսօրին փոփոխությունը նկատեմ։ Էնպես որ չգիտեմ, փոփոխություններ լինում են։ Կարնիվորի իմաստը ամենամեծ իմ կյանքում նա է, որ ես սնվելուց սնվում եմ 2 անգամ, կարելի ասել միջինը ոչ այնպես չի, որ ես ահա որ շատ եմ ուտում, կամ այնպես չի, որ բոլորովին քիչ եմ ուտում։ Այնտեղ, որովհետև ամեն անգամ ախորժակի տատանումներից ելնելով կարող եմ մի անգամ շատ ուտել, մի անգամ քիչ ուտել, ինչպես ասած, այդպես բալանսավորում եմ։ Ու ամենագլխավորը նա է, որ հետո սով չեմ զգում։ Ամենագլխավոր բաներից մեկն է։ Իսկ երբ որ մարդը սկսում է սով զգալ, այդ սով զգալու հետ ինքը սկսում է ամենաճիշտը ինտերվալնի սնվելն է։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը նույնիսկ կարնիվորով չի սնվում, ուզում եմ մտքերս հավաքեմ, այդպես չի հավաքվում։ Այսինքն, եթե մարդը կարնիվորով էլ չի սնվում, սնվում է սովորական, ես կցանկանայի, որ եթե ինչքանով որ հնարավոր է, երբ որ սնվում եք 2 անգամ, 3 անգամ, 4 անգամ, աշխատեք այդ միջանցքում, օրինակ առավոտից կեսօր, առավոտ սնվեցիք, կեսօր սնվեցիք, առավոտից կեսօր այդ միջանկյալ ժամանակը, այդ ռուսերեն ասած պերիկուսիկները չանել։ Այդ պերիկուսը երբ որ անում եք, մի հատ խնձոր եք ուտում, մի հատ բանան, մի քիչ արևածաղկի սերմ եք ուտում, մի քիչ թխվածք, մի հատ կոնֆետ եք գցում ձեր բերանը, հավատացեք, դա ավելի շատ է չաղացնում։ Դրա համար եթե ինտերվալնի գալադանիայով անեք, ինտերվալով սնվեք, ով ինչքան կարողանում է, միգուցե մեկը 3 անգամ է ուզում սնվել, միգուցե մարդ 2 անգամ է ուզում սնվել, ես սնվում եմ ընդհանրապես 2 անգամ ու չեմ էլ հիշում անհիշելի ժամանակներից, երբ որ ես սնվեմ 3 անգամ, միշտ եմ երևակայի սնվել 2 անգամ։ Իհարկե այն ժամանակները սնվել եմ 2 անգամ, մեր ճոխ հայկական լեզվով ասած լավ պլոտնի կերել եմ։ Եթե դա հետո հաշվեմ 2 անգամ, ինչև է։ Աշխատեք այդ պերեկուսները չանեք, երբ որ դուք այդ ընդմիջման ժամանակ, ընդմիջումների ժամանակ ուտում եք, հավատացեք, դա ձեզ ավելի է գիրացնում։ Էնպես որ այդ պերեկուսները որ հանեք, նույնիսկ եթե դիետա չեք պահում, էլի տարբերություն կզգաք։ Շատերն են այդպես անում ու տարբերությունը զգում են։ Կարնիվորի միակ դերը ես ասել եմ, այն որ քաղց չես զգում,
այն որ քաղցրի պահանջ ընդհանրապես չես զգում, այն որ դու կուշտ ես միշտ, քո աչքը կողմնակի բաներ գրեթե չի նկատում։ Ես նույնիսկ մեկ բան եմ նկատել, երբ որ ես սոված գնում եմ խանութ, իմ աչքը ավելի շատ բաներ են նկատում, չնայած ես հիմա դե իհարկե մենակ չեմ ապրում, ես գնում եմ ինչ որ պետք կա տան համար, բայց չեմ էլ ուտում։ Բայց երբ որ կուշտ եմ լինում, հավատացեք, այն իմ ամենասիրած բաները ընդհանրապես չեմ էլ նկատում։ Ես գնում եմ մսի բաժինը, գնում եմ իմ միսը, ամենակարևոր ու վերջ ինձ համար իհարկե ուրիշ գնումներ էլ են լինում։ Դա է իմ ամենակարևորը, որ ես ունենամ միս ու էլի նորից միս։ Ցանկալի է որ լինի տավարի միս, բայց տավարի միսը ոչ հաճախակի է լինում, չնայած այս վերջերս հաճախակի էր, տարբեր։ Այս վերջերս ծուկը չկա, ինչպես ասում են, ձկանը կարոտել եմ։ Մեկ-մեկ մտածում եմ, եթե մենակ տավարի մսով սնվեմ, ես կկարոտեմ ուրիշ մթերքներին։ Ահա, երևի կկարոտեմ, որովհետև ես այդպես խառն եմ սկսել։ Բայց կարնիվորցիներ կան, որ հենց իրենք սկսել են տավարի մսից ու մինչև 5, 6, 7, 8, նույնիսկ 10 տարի, նույնիսկ ավել մարդիկ կան, որ ապրում են մենակ այդ տավարի մսով։ Հիմա ինչքանով են իրենք ազնիվ։ Չէ, սնվելը սնվում են, ես հավատում եմ, ինչքանով են իրենք ազնիվ, որ կողմնակի ուրիշ մսեր չեն ուզում ուտել, չգիտեմ, բայց իրենք մարդիկ կան, որ բոլորը մենակ տավարի միս են ուտում։ Ինչևէ, ես իմ կարնիվորի մասին։ Ափսեները կուզենայի նկարել, ցույց տալ, բայց հավատացեք, նկարելու բան չկա։ Մեկ այլ բան է, եթե պեպե ափսեներ լինի կամ կետո ափսեներ, ինքը սիրուն, բանջարեղենը միտեղ, միսը միտեղ, բայց ես անընդհատ չեմ կարող ժարիտ արած խոզի միս, ժարիտ արած կովի միս, ժարիտ արած հավի միս, ժարիտ արած ցուկ կամ ճիշտ հակառակը, խաշած նկարել ու դնել։ Հավատացեք, ինքը էսթետիկ այդպես գեղեցկություն էլ չունի, կամ էլ ձու կամ խաշած կամ ձվածեղ տեսակով։ Այնպես որ սիրելիներս, կարելի ասել ես չեմ էլ ձանձրանում ուտելուց։ Հանքային ջրերը մի ժամանակ, մի պահ քիչ էի խմում, հիմա այս մի քանի օր էլի նորից սկսել եմ շատացնել, ու հա ես հասկացա, որ իրոք պետք են հանքային ջրեր խմելը, որովհետև մեզ հանքային նյութեր նույնպես պետք են օրգանիզմին։ Մագնիզիում, կալիում, կալցիում, կալիումը, նատրիումը աղի տեսքով իհարկե, այդպես օրգանիզմի համար պետք է։ Իսկ մնացած բաները, հավատացեք, ես մսից ստանում եմ, չեմ բողոքում, այդպես մեծ բողոքներ չկա, ասեմ, որ կարոտ չկա մրգի հանդեպ ու բանջարեղենի հանդեպ, մի քիչ կարող եմ ստել։ Կարոտ կա, բայց ուղղակի ձգտվել, որ արդեն վերջ չեմ դիմանում, վերցնեմ ուտեմ, չէ, այդպիսի բան չկա։ Կարոտ էլ հա, կարոտում եմ։ Էլի եմ կրկնում, տանը միրգ էլ կա, թխվածք էլ կա, կոնֆետներ էլ կան, շոկոլադներ, բայց ես դա չեմ ուտում։ Ես ինքս եմ թխում ու ես մի կտոր անգամ չեմ, նույնիսկ չեմ էլ փորձում, ոչ մի ձևի չեմ փորձում, նույնիսկ լեզվիս էլ չեմ տալիս, այդպես ասած։ Էսպես։ Այնքան կցանկանայի, որ այդ բոլոր հետևորդներից, ովքեր հետևում են, գոնե գրեիք, ովքեր են լսել կարնիվոր մասին, ովքեր են կարնիվորով սնվում, կամ թեկուզ նաև կետո դիետայով, կամ ընդհանրապես ինչ դիետաներով եք դուք սնվում, իրոք ցանկությունս մեծ է իմանալ,
ով ինչպես է սնվում, ով ինչպես է երբևիցե փորձել նիհարել, մենք կքննարկեինք, ես այնքան եմ ուզում, որ ունենա մեծ լսարանը, որ նույնիսկ կարողանամ ուղիղ եթերներ անել, բնական է ես հիմա չեմ կարող ուղիղ եթեր անել, քանի որ մենակ հեռախոսով եմ, ու հեռախոսով իր պայմաններն է թույլատրում, այնտեղ պետք է եւ բաժանորդներ շատ լինեն, որ մանիտիզացվեն, ալիքը մանիտիզացվի, եւ ժամերը, եւ քանակը դիտումների, այնպես որ դրա համար եմ բոլորիցդ խնդրում բաժանորդագրվել, ակտիվ եղել, դա համ ինձ մոտիվացիոն պետք է ալիքը, հավատացեք ինձ պետք է ալիքը առաջ գնալու համար, դա ինձ ուժ է տալիս, շատ ժամանակ նիհարելու համար չեմ ասում, նիհարելը չէ, ես ալիքով թե առանց ալիք որոշել եմ գնալ մինչև վերջ ինչքանով կարող եմ, բայց ալիքը ինձ ուժ է տալիս, ալիքը ուզում եմ լինի իմ վավերագրական այդպես ֆիլմի նման, եւ ինչու՞ չէ, միգուցե հետագայում աշխատանքի, ապրուստի միջոց, ինչը բոլոր բլոգերներն են դա անում, այնպես որ հաճելի է ինձ, բաժանորդագրվեք, տարածեք, կանցնենք միասին այս շատ դժվար ճանապարհ է, իհարկե հեշտ չի, բայց այդ դժվարությունը ինձ համար նաև հաճելի է, որ ամեն ամիս ինչ որ թեկուզ փոքր արդյունք դու արձանագրում ես, որ այս ունես մինուս այսքան, ունես մինուս այսքան, ու ամենակարևորը, որ փառք Աստծո, այս ամիս դու պլյուս չունես, միգուցե գերմարդիկ դա հասկանան, նայողներից, միգուցե թե տղա թե աղջիկ կապ չունի, ովքեր են նայում, ովքեր այդ պրոբլեմը ունեն, որովհետև երբ որ ասում են աղջիկ ես, ամոթ քեզ կամ կին ես, ամոթ քեզ, այս ինչ ես դառել, կով ես դառել, այո, բառերը ցավալի են, բայց ոչ թե ամոթ, այլ ընդհանրապես առողջությանն էլ լավ չի, էսթետիկ էլ սիրուն չի, բայց չի նշանակում, որ ինչ որ տղամարդկանց սիրուն է երևում փորերով կամ չգիտեմ, հավատացեք, որ գեր տղամարդիկ էլ սիրուն չեն նայվում, ինչպես նաև չի նայվում գեր կինը կամ աղջիկը, շատ ժամանակ տղամարդիկ քարկոծում են կանանց, իրանց թվում է, որ գեր տղամարդ լինելը հաճելի է, իսկ գեր կին լինելը հաճելի չի, այնպես որ ես այդպես չեմ կարծում, թե կին, թե տղամարդ, նախ գեր լինելը առողջությանն է վնաս, հետո հարմարավետ չի, իհարկե ես ասում եմ մեծ քաշ ունեցողներին, հարմարավետ չի ինքնաթիռում, հարմարավետ չի ավտոբուսներում, հարմարավետ չի լիֆտերում, հարմարավետ չի կինոթատրոնների նստարաններում նստել, այնքան անհարմար բան կա նեղ դռներով անցնելուն, մի խոսքով գերմարդիկ կհասկանան, որ հարմարավետ չի ապրել ավելնորդ քաշով, ինչևէ բարինն ձեզ, էլ եմ ասում իմ կանալի համար շատ մեծ բան արած կլինեք ալիքիս համար, բաժանորդագրվեք,
գրեք մեկնաբանություններ, եթե նույնիսկ ես ձեզ չպատասխանեմ գրառումով, հավատացեք հաջորդ վիդեոին կպատասխանեմ հենց ուղղակի ձեր հարցը վիդեոյի տեսքով։ Բարին ձեզ, ապրեք խաղաղ, երջանիկ, ամենագլխավորը առողջ, ձեզ բարի դիտում։